Մենք վերադարձանք բարեկամներ, շարունակվում է մեր շարավոտյան ծրագիրը եւ հիմա այդ սպասված պահը եկավ, մեր հյուրը շատ բազմազբաղ է, հատկապես վստահ եմ, որ տարեվերջին շատ շատերը հետաքրքրությամբ եւ որոշակի անհանգստությամբ, ուզում են իմանալ ինչ է սպասվում նրանց 2012-ին։ Մենք երևի թե գրեթե մեկ տարի առաջ ենք հանդիպել վերջին անգամ, չենք անհանգստացնում շատ։ Մինչև 3 ինձանից ուզում էին Տիկինելիայի հեռախոսահամարը, չունեմ ես նրա հեռախոսահամարը, մի անհանգստացրեք։ Հիմա կարող եք զանգարել 349286 հեռախոսահամարով եւ ձեր հարցերը ուղղել մեր հյուրին, իսկ մեր հյուրն է Ասկալան Էլիա Հովհաննիսյանը, բարի լույս Տիկինելիա։ Բարի լույս։ Հետաքրքիր է մարդիկ երբ ինչ-որ անհասկանալի վիճակում են գտնվում, երբ ծանր վիճակում են գտնվում, միշտ նրանց հույսը լինում են մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ ուղղություն ցույց տալ էզոտերիկայի ասպարեզում, հա, ինչ-որ կամ գուշակություն անել, կամ ինչ-որ բան հաշվարկել, կամ նրանց ճակատագիրը մոտավորապես ցույց տալ, իսկ մեր ժողովուրդը քանի որ ծանր կացության մեջ է, նրանք գրեթե բոլորը անխտիր սպասում են միշտ նմանատիպ հարցերի բարձրացմանը։ Սկսենք ընդհանուր բնութագրից դերևս, մեզ սպասում է վիշապի տարին Տիկինելիա։ Անունը վախեցնող է, բայց Հայաստանում վիշապ չի, Խեցգետին է։ Հայաստանի անվանումով Խեցգետինը օգնում է այն հարցին, որ նրանք, ովքեր իրենց ճակատագրի քարտեզում Խեցգետնի մեջ ինչ ունեն, դրանք իրենց կարտահայտեն։ Այսինքն, եթե դրական դիրքեր ունեն, ավելի լավ, եթե բացասական լինեն, տարին նրանց զգացնել կտա, որ սթափվեն, որովհետև Խեցգետնի տարին դա ժառանգությունների տվյալներն է արտահայտում։ Եվ հիմնականում 2012 թվական ասելով մենք առաջի հերթին նայում ենք թվերին 2, 0, 1, 2 այս 5 թվերի գումարը տալիս է 5 իսկ 5 թվանշանը ղեկավարում է տարին 5 թվանշանին ղեկավարում է Ուրանը Ուրանն ինքը փոփոխությունների հանկարծակի անսպասելի դեպքերի տարի տարին բնորոշում է նրա ղեկավարությամբ ուրեմն մարդը միշտ պետք է պատրաստ լինի զգույշ լինի ամեն մի անսպասելի բանի շատ մեծ փոփոխություններ տեղի կունենա բոլորի կյանքում ամեն մեկին է յուրովի իր ընտանիքի իր կյանքի հետ կապված փոփոխությունները պետք է զգույշ ճիշտ տեղաբաշխել որովհետև գիտությունն է ղեկավարում Ուրանը Ուրանի ղեկավարությամբ այն մարդիկ ովքեր զբաղվում են գիտությամբ զբաղվում են ստեղծագործություններով ստեղծագործական աշխատանքով նրանց համար շատ լավ տարի է իսկ նրանք ովքեր մտածում են միայն իրենց ֆինանսականի իրենց հաճույքների մասին նրանց համար ավելի դժվար կլինի ուրեմն պետք է մարդիկ բոլոր վիճակներում էլ զգոն զգույշ եւ անկեղծ արդար դրսևորեն իրենց հակառակ դեպքում Ուրանը ոչ թե երկրի ղեկավարներից է այլ ամբողջ երկնքի ղեկավարն է եւ ավելի մեծ պատիժ որ կարող է տալ Ուրանից բարձր չկա ամենաբարձրը Ուրանն է հիմնականում այն մարդիկ ովքեր հեռու են կանգնած գիտությունից եւ ասեմ ավելին նրանք ովքեր ունեն անկայուն գիտակցություն հոգեվոր կյանքի նկատմամբ թող շատ զգույշ լինեն որտեղ դժվարությունները հիմնականում նրանց է վերաբերվում իսկ այն մարդիկ ովքեր կայուն գիտակցություն ունեն գնում են դեպի իրենց ստեղծագործական աշխարհը նրանք կարող են հասնել մեծ հաղթանակների տարին այդպիսին է դրանից խուսափել հեռանալ հնարավոր չի մինչև հոկտեմբեր առանձնապես անհանգստանալու բան չկա յուրաքանչյուրը իր ճանապարհով կգնա հոկտեմբերից հետո պետք է առողջական վիճակները ում վերաբերվում է շատ զգույշ լինեն որովհետև այդ ժամանակ հոկտեմբերին Սատուրնը մտնում է կարիճի մեջ ցավոք այս տարիներին
նկարիչի մեջ կմնա մինչև 14 թվականի դեկտեմբերի 23-ը, այսինքն համարյա 13-14 թվականները ամբողջությամբ։ Սա այս վտանգը վերաբերվում է ամբողջ երկրագնդին, ոչ թե Հայաստանին, իսկ Հայաստանը, ես միշտ ասել եմ, էլի կասեմ, ապրում է վերելք, գնում է մեծ հաջողությունների, ոչ մի տեղ այնքան գիտությամբ, հոգևոր գիտությամբ չեն զբաղված, ինչպես Հայաստանում։ Մեզ մոտ, ես դա ինչ հիմքով եմ ասում, իմ գրքերի հիման վրա, այնքան շատ են ընթերցողները, որ զբաղվում, հետաքրքրվում են, հարցերի տարափ է թափվում, եւ դա ասում է, որ նրանք, ովքեր զբաղված են դրանով, իրենց համար այս տարին անհանգստանալու բան չի կարող լինել, նրանք անպայման մեծ հաջողությունների կհասնեն, չնայած տարբեր թվերի ծնվածները ունեն տարբեր տարիներ, տարբեր արդյունքի կարող են հասնել։ Ընդհանրապես ամենադժվարը մարդու կյանքում անորոշությունն է։ Ոչ մի բան մարդուն այնպես չի տանջում, ինչպես անորոշ վիճակը։ Իսկ երբ իմանում է թեկուզ տխուր բան, միևնույն է, կարողանում է դրա դեմն առնել, պայքարել այդ տխրությունը վերացնելու համար եւ ամեն ինչ լավ արդյունքի է հասնում։ Օրինակ, եթե խոսքը վերաբերվում է եզի տարվա ծնվածներին, դա մեզ մոտ խոյի տարին է, ես երկուսն էլ պիտի ասեմ, որ շփոթեն իրար հետ, նրանց հարցերը կապված են իրենց ծնողներից ստացած շահի հետ։ Այսինքն մարդը իր ծնողներից շահ է սպասում, պետք է կարողանան նախ սիրաշահել ծնողներին, իմանալ ծնողների գինն ու արժեքը։ Եթե մարդը չի գնահատում իր ծնողներից, նրան ակնկալիքն էլ զուր է ծնողների նկատմամբ, երկինքը, տիեզերքը, Ուրանն ինքը սպասում է շատ լուրջ ու լավ վերաբերմունք։ Երկրորդը դա վագրի տարին է, մեզ մոտ դա համարվում է ցուլի տարի, եղբայրների հետ նրանք կունենան դրական կապ, մտերմություն, եւ եթե այդ մտերմությունը չապահովեն, թող զգուշանան։ Երրորդը դա կատվի կամ կրոլիկի են ասում շատ անգամ տարին, դա մեզ մոտ երկվորյակի տարին է, եւ բոլոր նրանք, ովքեր ծնվել են այդ տարիներին, կունենան ֆինանսական մեծ հաջողություններ, թող լավ աշխատեն, դրանք 51, 63 75 եւ այսպես այո մարդիկ են, որոնք կունենան ֆինանսական մեծ հաջողություններ։ Հաջորդն իհարկե հենց հրեշի տարին է, որը նաեւ խեցգետնի տարի է մեզ մոտ համարվում, նրանք կունենան աներկյուղ կյանք։ Ճիշտ է, աներկյուղ է, բայց զգուշանան այնպիսի բաներ անելուց, որ ճշմարիտ չէ, արդարացի չէ, զգուշ պետք է լինեն իրենց այդ դիրքերում, թե չէ աներկյուղ կյանք կարող է վեր կենա ու մարդ սպանի, անհանգստանալու բան չունի, չի բռնվի, հիմա չբռնվի, հետո կբռնվի, այնպես որ զգուշ։ Առյուծի տարին համարվում է օձի տարին, հրեշից հետո օձի հետ ունեցած պայքարը ստեղծում է թշնամիներ, օձի տարվա ծնվածները թող զգուշանան անտեսանելի թշնամիներից, ոչ թե նրանցից, որ առերես կարող է թշնամությունը արտահայտել, այլ նրանցից, ովքեր բարեկամ են ձևանում, իսկ տակից տունը քանդում, այսպիսի թշնամիներից պետք է զգուշ լինել։ Կույսի տարին դա ձիու տարին է, եւ ձիու տարին սեր է սպասում բոլոր այդ թվի ծնվածներին, կարող է, ասենք, մեծահասակներ են, դա հասարակական սերը նույնպես սեր է եւ ընդհանրապես մարդը սիրված է լինում իր շրջապատի կողմից։ Լավ տարգեր, ձիու տարու։ Այո, նրանք, ովքեր, ասենք, 90 թվին, 78 թվի ծնված են եւ դեռ չեն ամուսնացել, ճիշտ կլինի, որ ամուսնանալ այդ տարվա
ապացույցը հենց այն է, որ իրանք այդ տարի սիրում են, եթե այդ տարվա մեջ են, տարին չկորցնեն։ Կշերքի տարվա ծնվածները դրանք այծի տարվա ծնվածներն են, որոնց սպասում է մեծ հաջողություններ բոլոր առումներով։ Վաու։ Նրանք իրենց ունեցած հաջողությունները թող նախապատրաստական համարեն, որովհետև հաջորդ տարի նրանց ճանապարհ է սպասում եւ դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են 55, 67, 79, 91 թվերին։ Հաջողությունների մեջ գտնվող այդ 91 թվի ծնվածներն էլ սիրելու են եկող տարի։ Եթե հիմա հաջողությունները նրանց ճանապարհ է բացում, ապա կսիրեն եկող տարի, չանհանգստանան դեռ այս տարի, որ հարցերը դեռ չլուծվի։ Կապիկի տարվա ծնվածները ճանապարհի հետ կապված հարցեր կունենան եւ որոշումը իրենցն է, կգնան ճանապարհ թե ոչ, բայց խնդիրը անպայման կառաջանա կապված ճանապարհի հետ։ Իսկ կապիկի տարին հայկական տարբերակով Կապիկի տարին, կարիճի տարին է մեզ մոտ։ Կարիճը ու կապիկը նույնն է մեզ մոտ, Որ բերն է թվականն է։ նրանց 80-ը։ 80-ը 56, 68, 80, 92 եւ այլն։ ինձ մոտ լավ է լինելու, ինչ որ մեկն է ճանապարհ է ունենալ։ Շատ շատերի համար էլ լավ է լինելու։ Աղեղնաբուրի տարին ակաղաղի տարի է համարվում Չինաստանում ու Ճապոնիայում եւ նրանք, ովքեր ծնվել են այդ տարվա մեջ, տագնապ են ապրում ամեն ինչի նկատմամբ, վախենալու բան չկա։ Տագնապի տարին զգուշացում է ընդամենը, առաջացնում, որ կարող է ինչ որ բան այնպես չլինել, այն պատճառով, որ 2012 թվականին իշխում է Ուրանը, իսկ Ուրանը տալիս է այնպիսի փոփոխություններ, որ հանկարծակի է զգալի, կարող է շատ մեծ հաղթանակ լինի այդ տարին, տագնապով է սկսվում հաջողությունները եւ վախենալու անհանգստանալու հարկ չկա։ Խոզի տարին, որ ջրհոսի տարի է համարվում մեզ մոտ, կունենան վատ առողջական վիճակ, այդ տարվա ծնվածները վատ առողջական վիճակ կունենան, դա իհարկե պետք է իրենք հետևեն իրենց առողջությանը, անուշադիր ու անփույթ չգտնվեն իրենց նկատմամբ։ Հիմնականում այն մարդիկ, ովքեր շատ գործով ծանրաբեռնված են լինում, մոռանում են իրենց եւ վտանգի են ենթարկում, գոնե թող իմանան, որ այս տարին այն տարին է, որ ավելի շատ չպետք է հոգնել, ավելի քիչ պիտի աշխատել եւ ավելի շատ զբաղվել իր առողջական վիճակով։ Ձկների տարվա ծնվածները Ճապոնիայում եւ իհարկե Չինաստանում առնետի տարի է համարվում, նրանք հարցերը կունենան կապված իրենց երեխաների հետ։ Պետք է, եթե մեծ են, ծնողներ են, իրենց երեխաների նկատմամբ հատուկ հաշվենկատ, ուշադիր ու զգուշ լինեն, որովհետև Աստված մարդուն գնահատում է ոչ թե նրա արմատներով, այլ նրա տված պտուղով։ Ինչպիսին է պտուղը, այդպես է գնահատվում ծնողը։ Իսկ նրանք, որոնք ավելի երիտասարդ են, նրանք թող անհանգստանան երեխա ունենալու հարցով, դրանք ձկներն են, հիշեք, ձկները կամ առնետի տարվա ծնվածները պետք է լուծեն երեխաների հետ կապված հարցերը, դրական թե բացասական կապված է իրենց ճակատագրական հարցերից։ Այսքանը ամեն տարվա ծնվածների համար, իսկ յուրաքանչյուր մարդու համար տարին փոփոխական է, դա հաստատ է, փոխվում է բոլորի մոտ ամեն ինչ եւ մարդու ապրելակերպից, մտածելակերպից եւ գործունեության տեսակից է կախված, թե ինչ է սպասում նրան։ Սովորաբար ասում են գուշակություն բառը, անկեղծ ասած գուշակություն բառից խիստ ես վիրավորվում եմ, որտեղ գուշակել չի կարելի։ Եթե ես պիտի վաղվա համար գուշակեմ, նախապես պետք է իմանամ, թե այդ մարդը այսօր ինչ է անելու։
Եթե ես չգիտեմ մարդը այս ամիս ինչ է անելու, ինչպես իմանամ եկող ամիս ինչ կլինի։ Նշանակում է մարդը ինքն է ստեղծում իր ճակատագիրը եւ գուշակելու կարիք չկա։ Այն ամենը ինչ մենք ասեցինք, նորից կապված է այն բանի հետ, թե տվյալ մարդը ինչպես է ապրելու։ Ցանկացած անունը, որ տրվեց ու ասվեց ինչպես կլինի, դա բոլորի համար էլ հարաբերական իմաստ ունի։ Այն մարդիկ, որ անկեղծ են, չունեն նախանձ, ոչ թե աչքերը ցցել են, թե ում մոտ են լավ հարաբերությունները, այլ իրենք թող աշխատեն ու իրենք ձեռք բերեն այդ լավը, նրանք անհանգստանալու բան չեն ունենա, ովքեր ճիշտ կլինեն, ճշմարիտ ու արդարացի։ Իսկ նրանք, ովքեր միայն ուրիշի փողերը հաշվելով են զբաղված, իրենց գրպանում իհարկե չեն ունենա։ Տիկին էլի այդպիսի մարդիկ յուրաքանչյուր տարի էլ, չէ, կարող են ակնկալել հաջողություն, այսինքն յուրաքանչյուր մարդ, եթե չունի այդ նախանձը, յուրաքանչյուր մարդ, եթե աշխատում է, եթե իր հույսը իր վրա է դրել, իր կատարելագործման ճանապարհն է հաջողության կհասնի։ Այո, մարդու սրտի չափով ասում են, Աստված նրան տալիս է։ Խեր ուզի, այսինքն հաջողություն ուզի, ժողովուրդն է ասում, ես նրա բարբարով ասի, խեր ուզի ուրիշին, խերը կթափվի գլխիդ։ Ուրեմն, եթե դու ցանկանում ես, որ ուրիշների համար լավ լինի, քեզ համար չի կարող պատահի վատ լինի։ Դու մենակ բոլորի համար մտածի։ Միտեղ մենք հաշվարկ ունենք, որ ծածկագիրը մարդու ստացվում է 11 կամ 2։ Ինչու 2, որտեղ 11-ի թվանշանները, որ գումարում ենք, լինում է 2։ Այսինքն, մարդը եթե ապրում է բոլորի համար, հասնում է հաջողությունների ու փառքի։ Մարդը, որ ապրում է միայն իր համար, անկումներ, վերելքներ, անկումներ, վերելքներ, ինչու համար են այդ անկումները։ Դա Աստված զգուշացնում է, որ մարդը հաշվի նստի իր հետ կատարված դեպքերի հետ։ Ամեն մի քայլը զգուշացում է։ Ամեն մի բան, որ մարդու կյանքում տեղի է ունենում, կապված է այն բանի հետ, թե ինչ է զգուշացնում։ Ամեն քայլափոխում նշանները կան։ Լավ է լինելու, թե վատ է լինելու։ Ուշադիր եղեք ձեր շրջապատում եւ կնկատեք ձեզ ինչ է սպասում։ Կարդացեք, ծանոթացեք, իմացեք, ճանաչեք, տեղեկացված եղեք ձեր կյանքի ապագայի մասին, որ ճիշտ անցնեք այն կարճ ճանապարհը, որ տրված է։ Ես շատ անգամներ եմ ասել, այսօր նորից նոր տարվա շեմին ուզում եմ զգուշացնել, որ ամենամեծ վտանգը ոչ միայն այս տարի, այլ դեռ 40 տարի սպառնում է այն մարդկանց, ովքեր ունեն անկայուն գիտակցություն, որովհետև Ուրանը այսօր չնայած խոյի մեջ է, բայց պրազերպին ամոլորակը, որ քանդում է գիտակցությունները, գտնվում է կարիճի մեջ և կգտնվի մինչև 54 թվականը, 2054 թվականը։ 2004 թվականից հետո ավելի շատ խաղաղություն կլինի, ավելի լավ կլինի 60 տարի, դեռ ավելին 65։ Իսկ այն, որ խոսվում է ոչնչացումների մասին, դա սպասվում է արդեն մի 100-120 տարի հետո, երբ պրազերպինա մոտոր, ինչ իմանանք, գուցե նորից կծնվեք, այդ կլինի արդեն այն ժամանակ, երբ պրազերպինա մոլորակը կգտնվի այծեղ ջուրի մեջ և քայքայումը կսկսվի այդ ժամանակից։ Իսկ մինչ այդ ինչու գիտնականները, ամբողջ երկրագնդի վրա տեղեկացված մարդիկ անընդհատ զգուշացնում են այդ մասին։ Զգուշացնում են այն նպատակով, որ մարդը զարգացումն ապրի, անկայուն գիտակցության չմնա։ Ես նորից կրկնում եմ, ամեն դասարանում մի 5 աշակերտ է սովորում։ Այդ անկայուն գիտակցություն տերմինը մի քիչ կպարզաբանեք, որովհետև Եվ բացի այդ պարզաբանումը, կարծես ուշում են Շանտարին մոռացել ենք նշել, թե նշել ենք։ Ես չեմ մոռացել Շանտարին, ասել եմ դա ամուսնական հարաբերություններն են, գուցե վրիպել եմ, կներեք, դա այծեղ ջուրի տարին է, Շանտարվա մեջ ամուսնական հարաբերությունները, ընտանիք կա, որ կսկսեն իրար ավելի շատ սիրել, գիտակցաբար, որ դա շունն է անում, իրենց վեճերի պատճառը շունն է,
եւ զգուշ կլինեն իրենց ամուսնական հարաբերությունների մեջ։ Շատ լավ։ Մի փոքր կբացեք այդ անկայուն Անկայուն գիտակցությունը։ Գիտեք ինչ եմ հարցը տալիս, որովհետև մարդիկ, ովքեր նույնիսկ այդ փոքրիկ, ասենք, աղանդավորական կազմակերպություններում գտնվող մարդիկ, նրանք կարծում են, որ իրենք ունեն կայուն գիտակցություն եւ անկայուն են աշխարհի մնացած բոլոր մարդիկ։ Այ այս դեպքում ինչպես ճիշտ եւ սխալ, թե կայուն, այ որն է։ Որն է անկայուն գիտակցությունը։ Նախ ասենք աղանդավորների մասին, որ նրանք մի կտոր գիտեն մի ամբողջից, ոչ թե սխալ գիտեն, այլ շատ քիչ գիտեն, իսկ այդ քիչը չի կարողանում ապահովի, որ իրենք ապացուցեն աշխարհին իրենց ճշմարտությունը, ճշմարտություն նրանց ասածների մեջ կա, իհարկե կա, բայց նրանք որտեղ շատ սահմանափակ գիտելիքների են տիրապետում, չեն կարողանում ապացուցել այդ, իսկ լիարժեք գիտակցություն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը լրիվ տիրապետում է հոգևոր գիտակցությանը։ Եթե հնարավոր չլներ, ես չէի տիրապետի։ Ես ապացույց չեմ, ես տիրապետում եմ, եւ եթե շատ բան չեմ ասում, իրավունք չունեմ ասելու, դրա համար չեմ ասում։ Իսկ այն ինչ կարելի է, ես ասում եմ։ Խնդիրը նրանում է, որ անկայուն համարվում են այն գիտակցությունները, որոնք հոգևորը զարգացման չնչին մակարդակի վրա է։ Այստեղ պետք է ես տղամարդուն բաժանեմ կնոջից։ Տղամարդու գիտակցությունն ասում ենք բարձր է կնոջ գիտակցությունից, եւ դա գաղտնիք չէ միայն երկրագնդի մասշտաբով տղամարդիկ թող չմտածեն, որ իրենց գիտակցությունը տիեզերքի չափերն ունի, ոչ, նրանց գիտակցությունը ավելի բարձր է, որ կարողանան ղեկավարել երկրի վրա շատ ոլորտներ, որը հասանելի չէ, դժվարություն է կնոջ համար։ Իսկ կինը ծնված է արդեն հոգևոր բավականին աճած մակարդակի վրա, մնում է, որ հնին ավելացվի նորը։ Առիթից օգտվելով ուզում եմ նշել նրանց, ովքեր ծնվել են 82-ից 87 թվականներին, 82-ից 87 թվականի ծնվածները պետք է լրիվ տիրապետեն աստվածային իմաստությունը, տիեզերքի գաղտնիքները, մետաֆիզիկան, ալքիմիան, եւ այդ ամենի ուժով կարողանան օգնել այն 40 տարիներին ծնվածներին, որովհետև իրենցից հետո ծնվածները վնասված մտածողությամբ, բազմաթիվ թերություններով ծնվածներն են, շատ քչերը, որ մեր հաշվարկով ասենք ծնվել են զուրկ են, չունեն այդ թերությունները, բայց այդ 82-ից 87 թվի ծնվածները օգնելու են մնացած բոլորին։ Իսկ կայունացնելու համար գիտակցությունը, հատկապես բացի 82-ից 87 թվի ծնվածներից, նրանք, ովքեր ծնվել են հողի նշանով, դրանք են ցուլերը, կույսերը եւ այծեղջուրները։ Սրանք 3 տեսակն էլ արդեն ավարտած 4 տաճարները տիեզերքում ծնվել են երկրի վրա փրկելու մարդկանց, որ ոչնչացումը լինելու է, ոչ ոք չի կարող ժխտել, ուղղակի ավելի ուշ է, հիմա մարդիկ նախապատրաստական շրջան են ապրում, պետք է տիրապետեն հոգևոր գիտությանը, որ կարողանան նրանց օգնել։ Իսկ կանանց, որպես պարգևատրում, Աստված ի նկատի ունի, որ եթե նրանք կարողանան հոգևորը զարգացման բարձր մակարդակի հասցնեն, նրանք կհանդիպեն իրենց կեսին եւ այդ տղամարդուն միայն իրանք կարող են փրկել, եթե ոչ այդ տղամարդիկ հոգևոր զարգացման առումով ցածր են գտնվում, չեն կարող, ժամանակ չունեն եւ կոչնչանան երկրագնդի հետ միասին։ Եթե կանայք ուզում են փրկել իրենց կես տղամարդուն, ուրեմն պետք է ուսումնասիրեն ու կայունացնեն իրենց հոգևոր գիտակցությունը, ընդլայնեն այդ գիտակցությունը, տեղեկացված լինեն ամեն ինչի։
Տիկին Էլիա, իսկ մարդիկ ովքեր գտնվում են հոգևոր փնտրտուքների մեջ, օրինակ մենք շատ ենք ճանաչում մարդկանց, որ այս ուսմունքից գնում են այն ուսմունք, այստեղ են փնտրում, հանկարծ ինչ-որ բան ինքնուրույն են հետազոտում ու հասկանում են ինչ-որ մի բան, որը մոտ է ճշմարտությանը, այլ անընդհատ փնտրտուքների մեջ են, բայց ցանկանում են կատարելագործվել, իսկապես, բայց դեռ փնտրտուքի մեջ են։ Արդյոք դա կոչվում է անկայուն կրկին գիտակցություն, թե Իհարկե անկայուն։ Այդ մարդկանց ինչ խորհուրդ կտաք, ովքեր որ փնտրտուքի մեջ են։ Նախ պետք է լսեն իրենց սրտի ձայնը։ Սիրտը հուշում է, մղում է փնտրտուքի, բայց նրանք ինչ ձեռքներն են գնում, այդ են որոնում, այդ են կարդում, իսկ սիրտը կոնկրետ հարց է առաջադրում, եթե նրանք առավոտյան մի քիչ շուտ արթնանան, որ մաքուր է օդը, ու մի քիչ արթուն պարկած ժամանակ առօրյա հոգսերի մասին չմտածեն, այլ ուղղակի դիմեն աշխարհի հոգուն, թե ինչ է սպասում իրենց, տեղյակ լինեն, որն է իրենց հովանավորը, դիմեն նրանց։ Օրինակ, բանի ջրհոսի ժամանակվա ամսվա, ոչ թե տարվա, այլ ամսվա ծնվածներին ղեկավարում է միտքը, բարենպաստ միտքն է նրան հովանավորում։ Եթե ինքը դիմի այդ բարենպաստ մտքին լուսաբացին, նա անպայման կիմանա կոնկրետ հիմա իրանից որ հարցի պատասխանն են սպասում։ Հաջորդաբար պետք է ուսումնասիրել, որ չխճճեն, շիլլասարքեն։ Մենք այստեղ այս բազմաթիվ հետաքրքիր պահերը լսելով շատ բաներ հիմա կուտակեցինք մեզանում, բայց դեռ հետաքրքիր հարցեր կան, որոնք թե մենք, թե մեր հեռուստատողները ուղղելու են։ Ձեզ կխնդրենք մնալ հաղորդման երկրորդ հատվածում եւս, Տիկին Էլիա, եւ կվերադառնանք քիչ անց երկրորդ հատվածը շարունակելու համար։ Բարեկամներ, շարունակվում է մեր եթերը, մենք հիմա կիմանանք արդյոք ովքեր են, հետո նորից կվերադառնանք տաղավար ու կշարունակենք։ Մենք վերադարձանք բարեկամներ եւ շարունակվում է հետաքրքիր առավոտը, վերլուծությունները, ուսումնասիրությունները, որոնք ներկայացնում է Տիկին Էլիա Հովհաննիսյանը եւ եւս մեկ անգամ ձեզ բարի լույս։ Ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց, բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ կատարելով, այդ ամենը գիտական հիմքով, յուրաքանչյուր տարի որոշակի կանխատեսումներ կատարվում են։ Իսկ ամփոփում եք ավարտված տարին, ենթադրենք 2011-ը եւ 2010-ի ավարտին դերևս իհարկե 2011-ն էր քննարկվում, 2011-ի վերաբերյալ բոլոր հաշվարկներն էին կատարվում։ Ձեր անձնական դիտարկումները ինչպիսին եղավ 2011 թվականը եւ արդյոք այն կանխատեսումները, կանխազգացումները, որոնք որ կային հիմնավորված, դրանք որքան տոկոսով իրականացան։ Ես պետք է ասեմ, որ իմ ոչ միայն տարին ամիսը օրը, այլ ժամն է ստուգման տակ։ Ցանկացած ժամին, ցանկացած օրվա, ես գիտեմ ինչ է սպասվում, ինչ պետք է անեմ ու ինչ չպետք է անեմ։ Այդ ձեր հարցը այնքան տեղին էր, ես այսօր առավոտ արդեն զուգահեռներ անցկացրի ոչ թե 11 թվի, այլ 1 թվի, այսինքն 12 տարի առաջ, ինչ էր սպասվում, ինչ էր նախատեսնվում, 2010 թվի, 2000 թվի վերջերին, նորից ինձ հետ կապված էր ճանապարհի հարցերը, այս տարի նույնպես ճանապարհի հարցեր էր, ուղիղ 12 տարվա տարբերությամբ, հիանալի օրինակ է։ Դուք եք կապիկ տանով։ Չէ, ես ճանապարհը ինձ կշերքի տարվա ծնված եմ այցի։ Իսկ 11 թվականը ճանապարհի տարի էր։ Անցյալ տարվա մասին է խոսքը, եւ 2000 թվին ես ճանապարհի մասին առաջարկներ ստացա Լոս Անջելեսի համար, պիտի գնայի եւ տատանվում էի, հետո հաշվարկեցի, չստացվեց այդ տարվա մեջ, ես փոխեցի ժամկետը, որտեվ ինձ հարմար էր հաջորդ տարվա փետրվարը, որտեվ այդ ժամանակ ինձ հաջողություններ էր սպասում եւ հենց այդպես էլ եղավ։
Եվ ուղիղ 12 տարի անց դեկտեմբեր ամսվա մեջ ես նորից առաջարկ ունեցա այս անգամ Փարիզ, բայց հիվանդացա, որ չգնամ, ոչ թե դիտավորյալ, իմ ուզելով չէր, դա երկինքը խանգարեց, որ այդ ժամանակը չի գնալու, ես հասկացա ու չգնացի, զգուշացրեցի, որ պետք է տեղափոխվի 12 թվականի ապրիլը և չէի կարող մերժել հանգամանքներն այնպիսին են, որ ես Փարիզ պիտի մեկնեմ 12 թվի ապրիլին, այսինքն կրկնվեց այդ ժամանակ։ Հիմա տեսնենք ինչ կլինի ապրիլին։ Բայց հիմա ես ասեմ ինչ եղավ փետրվարին, որ ես գնացի, եկա մայիսին։ Մայիսին իմ ծննդյան օրը ընկնում է դրա մեջ, ես մտածեցի, որ անպայման պետք է լինեմ Երևանում։ 70-ամյակս էր այդ տարի։ Երբ ես վերադառնում էի, ինձ դրեցին ինքնաթիռ, ճանապարհողները գնացին, նստել եմ ու քնել մինչև Փարիզ, որ այնտեղից պիտի տեղափոխվենք ուրիշ ինքնաթիռ, ես չեմ էլ հիշում, թե ինչպես քնած գնացել եմ հաջորդ ինքնաթիռը և մեկ էլ ասին Երևան, ես այդ ամբողջ 18 ժամ քնած եմ եղել, ու չեմ հասկացել ինչու, որ ասին Երևան, ասի ոնց նոր նստեցինք, ոնց կլինի Երևան, և դրանից հետո աշխատեցի այդ հարցի վրա, գտա, որ 12,000 կիլոմետր բարձրության վրա մարդը ունենում է հոգու մեջ փոփոխություն, այսինքն մարդը ինքը քնած է, հոգին տեղափոխվում է, մշակման է ենթարկվում, նորից վերադառնում է և հենց այդ ժամանակներն էլ ինձ մոտ առաջ քաշվեց այն միտքը, որ պետք է գրել, իմ առաջի գիրքը ես սկսել եմ գրել հենց այդ թվականին Ամերիկայից վերադառնալուց հետո և այս 12 տարիների ընթացքում ավարտել եմ 7 գիրքը, ճակատագրից ծածկագրեր շարքը, իսկ հիմա դեռ չգնացած Փարիզ ես աշխատում եմ նոր շարքի վրա, որի առաջին գիրքը հոգու առողջությունն է, որտև այսօր հրատապարծը դա է, այսօր էլ չէի ուզում գալ անկեղծ ասած, այնպիսի տեղ էի հասել, որ չէի կարողանում ընդհատել փռած թողել ու դուրս եմ եկել ու մտածում եմ, լավ, հիմա ինչ է լինելու Փարիզ գնալուց նպատակը որն է, անկեղծ ասած ես ծրագրերը կան, Փարիզը այդպես հետաքրքիր չի, բոլոր դեպքերում ես երկրագնդի վախճանը գիտեմ, Փարիզի գեղեցկությունն ինձ չի կարող շլացնել, բայց նպատակ կա, ինչ որ մեկին օգնելու նպատակով ես պիտի գնամ և մտածում եմ, սրա գնալ գալու հաջողությունների տարի է ինձ համար, ինչ է սպասվում, կռահել չեմ կարող և չեմ էլ ուզում մտածել, ես գիտեմ, որ վատ չի լինելու, դեպի լավն է լինելու, թող լինի, ինչ լինելու է։ Այո, սովորաբար ճիշտ է հենց այդպես ասել։ Չկա Միքայել, ձեր հարցի պատասխանն այն է, որ չկա մի ամենափոքր բան, որ տեղի չի ունենում տիեզերքի միջամտությամբ։ Մենք չենք անում։ Արդեն երկրորդ անգամ է Տիկին Էլիա դուք նշում եք, որ տեղյակ եք եւ գիտեք վերջի մասին, հա։ Այո։ Մեր զրույցի ընթացքում նախ նշեցիք, որ մարդիկ նախապատրաստման, ինչ որ փուլի մեջ են գտնվում, այ հիմա էլ նշեցիք Փարիզի գեղեցկությունը ձեզ չի կարող շլացնել, որովհետև հարցը Լուսինն է, շատ տեղին է երկրորդ հարցի հիմա հնչեցնել։ 2012-ին հարց են տալիս, աշխարհի վերջը լինելու է թե ոչ։ Աշխարհի վերջը լինելու է, ասեցի, 120-ից 150 տարվա ընթացքում։ Այսինքն ոչ 2012։ Բայց որն է նպատակը նախապես իմանալու, սա է կարևորը։ Ինչու պետք է մարդը նախապես իմանա, որ ամբողջ երկրագունդը դառնալու է մի բյուրեղ
եւ տեղափոխվի իր այսօրվա դիրքից, որ շատ վատ տեղ է գտնվում, ասեմ, դիեզերքի մասշտաբով եւ տեղափոխվում է շատ լավ դիրքի, լավ տեղ է գնում։ Այսինքն այդ աշխարհի վերջը վատ բան չէ, Ոչ, իհարկե վատ բան չէ։ Այդ աշխարհի վերջը ցավ չի պատճառում ինձ, որովհետեւ ես գիտեմ, որ նրա վրա նոր մարդկությունը, աստվածային կարողություններով նոր վայելք, նոր մարդկություն է լինում։ Տխուրը միայն այսօրվա մարդկանց չկարդալու մեջ է, որ չեն տեղեկացված, թե ինչի համար է նախապես նշվում աշխարհի վերջը։ Ես մի քիչ դա պարզաբանեմ, երևի մատչելի չի շատերի համար։ Մարդը մահից հետո նորից է ծնվում, մենք ասել ենք։ Իսկ այն մարդկությունը, որ այսօր երկրի վրա է, մոտ 80%-ը նորից չի ծնվելու, ոչնչանալու է։ Եվ նրանց մեջ ջոկվում են ոնց որ այն մարդիկ, ովքեր հոգևոր զարգացման կհասնեն, կտեղափոխեն միանգամից 5-րդ չափում, որովհետև 4-րդ չափում չկա այլևս։ 4-րդ չափում տեղափոխվելու հնարավորությունը փակված է։ Մենք երրորդում ենք, չէ՞։ Հիմա երրորդում ենք, առանց 4-րդ գնալու թռիչք ենք։ պետք է թռիչք լինի դեպի 5-րդ չափ։ Եվ ոչ բոլորի համար։ Իհարկե ոչ բոլորի, նրանք ովքեր արժանի կլինի դրանց։ Իսկ եթե բոլորը լինեն արժանի, մի օր հրաշք Ուր է թե կատարվի։ լիներ։ Չէ, մի օր հրաշք Եթե- կատարվի, մարդկությունը այսպես փոխվի, բոլորը դառնան լավը։ Ասեմ, Բոլորը դառնան Դրա խելացի։ պատասխանը Հնարավոր է բոլորը տեղափոխվեն։ հնարավոր է մի պայմանով, եթե հողի նշանով ծնվածները յուրաքանչյուրը հասնեն այն մակարդակի, որ լիարժեք տիրապետեն այդ հոգևոր գիտակցությունը, այսինքն մետաֆիզիկան իմանան, այսինքն բան տիեզերքի ֆիզիկային ծանոթ լինեն, ոնց է այս տեղափոխությունները կատարվում, տեղյակ լինեն աստվածային իմաստությանը, տիեզերքի գաղտնիքներին, ապա նրանցից յուրաքանչյուրը իր հետ կարող է տանել 144 մարդ, որը զարգացման դեռ այդ մակարդակի վրա չէ, բայց արժանի է գնալու։ Պաստորեն, մեր վրա մեծ պարտականություն է 144 դրված այո, հողի զորք նշանի, ջան։ ուրեմն այս պահից սկսված պետք է ուսումնասիրությունները այլ ավելի Պետք է կատարվի ուսումնասիրությունները եւ կկարողանան փրկել յուրաքանչյուրը 144 Նա ես ինձ Դուք հարց ինձ է հետ եք հետաքրքրում, մարդկանց շատ են հանդիպում մարդիկ, հա, որոնք գալիս են ու սկսում են քեզ համոզել, որ սա է ճիշտ ճանապարհը, դու պիտի սա ընթերցես, դու պիտի սա իմանաս, սա է աստվածային իմաստությունը, ոտքդ քաշում ես, գալիս է մեկ ուրիշը լրիվ ուրիշ բան է ասում այդ թեմայով, հետո գնում ես դիտում ես մի ֆիլմ լրիվ ուրիշ բան է ասում, այսինքն դու ի վերջո խոճապի ես մատնվում եւ բացի այն կան խելացի մարդիկ, ովքեր լսում են իրենց սրտի ձայնին ու ոչ մեկին չեն լսում, շատ լավ հասնում են այդ կատարելությանը, բայց կան մարդիկ, ովքեր ընկնում են խոճապի մեջ, կամ ընտրում են այդքանից որն է իրենց ավելի հոգեհարազատ Կամ ամբողջ կյանքը ծախսում են ու չեն կարողանում կողմնորոշվել։ Ինչ նայեն, ինչ կարդան, որպեսզի հասնեն ձեր ասած կատարելությանը։ Ովքեր չեն կարող կարդալ, չեն ուզում կարդալ, գոնե թող հաշվի նստեն իրենց սրտի հետ, ոչ թե մտքի։ Սրտի հետ։ Եվ այն մարդիկ, ովքեր խոճապի են մատնվում, պատճառն այն է, որ օրական մեկին լսում են։ Պետք չի ոչ մեկին լսել։ Պետք է մարդը ինքը ուսումնասիրի ու իմանա ում հետ է խոսում։ Ենթադրենք, ես ուսումնասիրել եմ միայն թվագիտությունը։ Եթե դուք ինձ հարցեր տաք աստղաբանության ոլորտից, թե մարդը ինչ դիրք պետք է ունենա մեռնելու համար, ես չեմ կարողանա պատասխանել, որտեղ ես գիտեմ միայն թվագիտությունը։ Նա այդ տարածում է ամբողջի վրա եւ ասում է այս թվին։ Դա մի կտոր է, ամբողջի մի կտոր է, ամբողջ տիեզերքը մի ամբողջություն է։ Նրա յուրաքանչյուր մասը ճշմարիտ է, բայց երբ մարդը գիտի միայն մի կտորը, իրավունք չունի ուրիշին բացատրելու, ասելու այդ ամենը։ Դրա համար նա իր երազում գոնե արծաթե բանալի ստացած պետք է լինի ուրիշի գործերը քննելու համար։
Ես իմ երազում ոչ միայն արծաթը ինձ նվիրել են, ես հրաժարվել եմ արծաթը վերցնելուց, թե ես դա ունեմ։ Ու վերցրել եմ ոսկե բանալին, որը տալիս է ուրիշի մեղքերը թողելու իրավունք։ Չնայած ես խուսափում ու վախենում եմ դա անելուց, բայց խորհրդով օգնում եմ, որ հասնի դրան, որ իր մեղքերը թողի։ Իհարկե այդ հնարավորությունը կա, մարդը եթե մեր մոտ հարցեր կան այդ առաջի կետով, քարտեզն ենք գծում, տալիս ենք իր բոլոր թերությունները, վերացնում է այդ թերությունները, մաքրվում է ճակատագիրը, վերև բարձրանալու իրավունք է վաստակում։ Դա ուրիշ բան, այլապես Դա ես բոլորովին։ երբեք չեմ հասկանում ինչ է նշանակում թողություն տալ ինչ-որ մեկի մեղքերին։ Այո։ Ինչպես կարող է հասարակ մահկանացուն ամեն դեպքում Այո։ հողածին Այդ էակը խնդիրը, հասարակ թույլ է տալ մահկանացուն, չէ, թե ինչ-որ մեկը ինչ ասես արել է, Այդ ասի ուրիշ քո հարց է։ մեղքերը թողնված են Այո։ ու նա Չէ, հանգիստ խղճով ես գնա չի ինձ կարող։ թույլել չեմ տա, որ դա անեմ, չնայած այդ իրավունքը ինձ ի վերուստ տրված է, բայց ես չեմ անում, օգնում եմ այն ճանապարհով, որ Աստված ինքն է պահանջում։ Այ դա ուրիշ։ Դա թերությունները ինչ թերություններ ունի։ Այդ թերությունների պատճառները մեկնաբանվում է, ինքը իմանում է իր սխալը եւ զարմանում են, թե ոնց կարելի է իմանալ այն գաղտնիքի մասին, որ ինքը իրանից բացի ուրիշ ոչ ոք չգիտի։ Դա քարտեզը շատ լավ ցույց է տալիս։ Երբ մարդը գիտի իր թերությունները, կարող է ուղղել, եւ երբ ուղղում է իր թերությունները, Շատ բան փոխվում է։ արդեն ամեն ինչ է փոխվում, ճակատագիրն է փոխվում, եւ ինքը կարող է բարձրանալ 5-րդ չափում անգամ։ Շատ Եթե արդար ու ճիշտ է ապրում։ Հերոստատիտողը հարցնում է արևը որ համակարգում է լինելու, երբ, ոնց չգիտեմ, Երևի երբ 2012 12 թվականին գտնվում է արեգակնային համակարգում։ Արեգակը իր դիրքը կփոխի, ասի, ոչնչացումից հետո կմտնի ցուլի կենթանակերպ։ Մենք կունենանք ուրիշ արեգակ, ուրիշ պայմաններով։ ուրիշ պայմաններով շատ լավներ։ Այստեղ ինչ որ հարց է, որ ոչ ես ոչ Ժակը գլուխ չհանեցին։ Ես կհանեմ ասել։ Ընտանի գարասկոպի նշանների համար ինչպիսին կլինի տարի։ Ընտանիքը Չէ, ընտանի գարասկոպի նշանների համար, ընտանի հորոսկոպը։ ընտանիքի համար առանձին գարասկոպ չկա։ Պետք է կազմել այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար իր ծննդյան քարտեզը համեմատության մեջ դնել եւ պարզել, թե այդ ընտանիքի անդամները ինչպիսի հարաբերությունների մեջ են, արդյոք արժե պահել այդ ընտանիքը, թե ոչ։ Չնայած այստեղ գուցե, ես ենթադրում եմ, որ հարցը երևի գուցե ամսվա նշաններին է վերաբերում։ Ոչ թե Ընտանիքին Չէ, ընտանիք չէ գրված, գրված է Ընտրանի։ ընտրանի թե ընտանի գարասկոպ։ Մի խոսքով դա կարող է չէ, իսկ շփոթության մեջ ամսվա մասին պատրաստած ինչ որ բան է։ երևի ընտրված, ընտրյալ, հա։ Չէ, Երևի ընտանի է ուզեցել են գրված, ընտրյալ, ընտանի, ես ընտրանի չեմ այդ իմաստով էլի, ընտրյալ ընտանիք։ Չգիտենք։ Լավ, ինչևից է, այս հարցը թողնենք, իսկ ամսվա կտրվածքով կան արդյոք Ամսվա կտրվածքով փոփոխությունները որ տեղի կունենան, օրինակ ես դա դուրս չգրեցի ինձ մոտ, որովհետև այդ ամիսը ամեն մարդու համար առանձին է։ Անհատական հաշվարկներ ունենք, մի տարվա համար, 4 ամսվա համար, մի 3 տարվա համար 9 ամիսներով հաշվարկ կա։ Նկատի ուներ թերևս Լուսինեն համաստեղությունների համար, հա։ համաստեղությունների համար, այսինքն օրինակ Ոչ թե խոյի, տարին, կույսի, առյուծի, դա ջրհոսի չէ։ համար։ Ասենք մարդը ծնված է 70 թվականին չէ, թվին, փետրվարին։ Ես։ էլի պատտվում ենք ձեր շուրջը։ Ուրեմն 1979 9-ները չենք հաշվում։ Առաջի մեկը գումարում ենք 7-ին։ Լինում է 8։ Հա, 9 չի հաշվում։ Նշանակում է ձեր անուն ինչ է։ Ժակ։ Ժակ։ Հա։ Հակով։ Ժակը, Ձեզ կօգնի երկրորդ տարբերակն է երևի իրականը։ Ժակը իր ծննդյան օրից կունենա 4 ամիս հզորության ժամանակ։ Կանի ինչ ուզում է, կլինի իր խոսքը։ Բոլոր առումներով, բոլոր ոլորտներում ինչ կնախատեսնի կհաջողվի
ու հաջողությամբ կպսակվի։ Այդ նույն ձևով, եթե տարվա թվանշանները գումարում ենք իրար, Իսկ իմը 9 է ստացվում։ 9 է ստացվում, նշանակում է ամեն տարի պետական օրգանների հետ ձեր աշխատանքի նվիրվածության կարիքը կլինի 4 ամիս, նորից 4 ամիս ձեր ծնված օրից է դա էլ սկսվում։ Իսկ նրանից հետո արդեն առանձին հաշվարկներով կփոխվի վիճակը։ Ինչ տարբերություն, եթե ձերը 9-ով է սկսվում, դա նշանակում է ուրիշներինը 4 ամիս կլինի հաջորդ փուլը, ձերը 8 ամսով։ 8 ամիս լավ կլինի կամ դժվար կլինի։ Դե դիմադրեք։ Լավը դիման։ Չէ, ես միշտ գտնվելով ուրանի ազդեցության տակ շատ լավ գիտեմ, նա կամ շռայլ պարգևատրում է լավ բարի համար, կամ խստագույնս պատժում է, այնպես որ արդեն հարմարված է 8 ամիս։ Այնպես որ հարմարված արդեն սխալ եմ պատժեք։ 4 ամիս է հզորությունը ամեն տարի կա։ Այս տարվա համար չի։ Ընդհանուր առմամբ, այո, ամեն տարի ծնված Իդեպ մենք ժամանակ ունենք, ես կխնդրեի Տիկին այն, որպեսզի մի բանի շուրջ անդրադառնար, ես շատ լավ հիշում եմ, երբ անցած տարի մենք հանդիպեցինք առաջին անգամ եւ Տիկին Էլյան ուղղակի այսպես փորձի համար հաշվարկեց իմ ծննդյան տարեթվերը ու ես մի արտահայտություն արեցի, որից հետո պարզաբանում եղավ, որ ինձ համար 2010 թվականը սարսափելի տարի էր։ Տիկին Էլյան ասաց, որ ոչ, սարսափելի տարի չէ, շատ լավ տարի էր, պարզապես յուրաքանչյուր մարդու մոտ 30-ամյակից սկսվում է կրիզիս։ Այդ կրիզիսի մասին հետաքրքիր է շատ հիշեցնել։ Դա անպայման չի, ոմանց մոտ 30 տարեկանից հետո մեծ վերելք է լինում։ Չէ, այդ մի տարին դուք ասացիք 30-ը, 40-ը, մի տարի ես ուրեմն հաշվել եմ, որ ասել եմ, այդ ձեր անհատականն է։ Հա, ինձ թվաց բոլորի մոտ է դա ձեր անհատականն է, բոլորին չի վերաբերվում։ Բայց ես կարող եմ ասել, որտեվ հիմա մարդիկ բոլորից շատ անհանգստանում են ֆինանսականի համար։ Ես պետք է ասեմ, իրենց տարիքը թող հաշվեն։ Եթե սկսվում է այնպիսի տարիք, որը բաժանվում է 4-ի վրա առանց մնացորդի, այդ տարին ճգնաժամի տարի է։ Ֆինանսական դժվարություններ կլինեն։ Հենց որ այդ տարին կվերջանա, այսինքն տարիքը արդեն կբաժանվի 4-ի վրա առանց մնացորդի, մարդը մի ամբողջ տարի այնքան ֆինանսական հաջողություններ կունենա, որ նրա տեղը դուրս կգա։ Եթե 4-ի բաժանվում է արդեն այդպես էլ։ Եթե 4-ի բաժանվում է առանց մնացորդի, ուրեմն լավ է, հա։ Եթե 30 տարեկան է մարդը, 40-ը բաժանվում է 4-ի առանց մնացորդի, բայց նոր սկսվել է 40-րդ տարին։ Մի տարի ճգնաժամ է լինում, հենց 40-ը լրանում է, ասում են չի կարելի ծնունդը անել։ Ինչու՞, որովհետև փող չունեն։ Դրա համար։ Լավն էր։ Բայց այդ դեպքում հետաքրքիր է, հիմա 32 տարի 33-րդի մեջ են։ Չէ, այս դեպքում ոչ մի բան չկա, նորմալ է, մնացորդով է, իսկ 30-ը բաժանած 4-ին ինչ էր անում, որ ես 34-ի մնացորդ է մնում, դա ունի իր ներգործությունը, մի քիչ կլինի, մի քիչ չի լինի։ Ահա, տեսա, այդպեսի հետաքրքիր ինչ որ տարբերակներ կային, բայց այնքան ես առաջին անգամ մի անգամ վստահություն ու հարգանք ուղղակի շատ բաներ կապված է հաշվարկի հետ։ Մարդը ինչ ուզում է իմանալ, կարող է իմանալ։ Այսօրվա վիճակում գիտությունը գերազանց է, ոչ մի բան, ես արդեն այսօր մի անգամ էլ ասի, անորոշությունն ավելի մեծ ցավ է պատճառում, քան ամենադառը ճշմարտությունը, որովհետև մարդը հնարավորության սահմաններում կմտածի ինչ անել, մեկ է լինելու է, թող մտածի ինչ անի, ավելի հեշտ, ավելի լավ անցկացնելու համար այդ ժամանակ։ Ցավոք նաև նշեցիք երկրորդ անգամ, որ այսօր մարդիկ ամենից շատ հետաքրքրվում են ֆինանսներով։ Արդյոք դրա մեջ վատ բան չեք տեսնում։ Ինչու մարդիկ ավելի շատ հոգևոր անկման ցուցանիշ չէ, դուք երկրորդ անգամ նշեցիք ֆինանսները մարդկանց շատ են հետաքրքրում։ Ինչու ոչ առողջությունը, ինչու ոչ կարող ապրել մարդը։ Դա բացասական չի։ Մարդը եթե դրա կարիքը ունի, աշխատում է դրա համար։ Ձերք բերում ինչ-որ հարցեր լուծելու համար, մարդուն դա տրվում է, և կա յուրաքանչյուրի քարտեզում, ես հիմա այսպես ամեն մեկին առանձին չեմ կարող ասել, բացի այդ 4 տարիներից, ամեն մարդ տարվա ընթացքում ունի 3 ամիս, որ անկախ ամեն ինչից ֆինանսական հաջողություններ ունենում է,
Հիմա այդ ֆինանսը մեկին դժբախտություն է բերում, մեկին բարիք։ Եթե մարդը աշխատում է հատուկ կուտակելու համար, ոչ ոք իր կուտակածը չի կերել։ Այդ մեկ։ Երկրորդը, ասում են, մեր ժառանգների համար ենք հավաքում։ Լավ տղայի համար տուն չեն դնում, այդ տղան ինքը պետք է դնի իր տունը։ Վատ տղայի համար էլ տուն չեն դնում, որտեվ այդ տղան պետք է քանդի այդ տունը։ Մարդը պետք է մտածի իր ապագայի, իր հետոյի մասին, որը իր ծնվելուց, նորից ծնվելուց հետո կլինի։ Այսինքն իր ճակատագրական խնդիրների մասին պետք է մտածի։ Եթե մարդը կարողանում է աշխատել այնքան, որ չի կարողանում ծախսել այդքանը, նա պետք է չմտածի միայն իր համար ծախսելու։ Նա պետք է մտածի իր շրջապատում, իր հարազատները, իր մոտ մարդիկ եւ նույնիսկ օտար մարդիկ գուցե շատ ավելի կարիք ունեն այդ գումարին, որ ինքը կարող է նրանց օգնել։ Ֆինանսը միայն կուտակելու համար չի։ Ասում եմ, ոչ ոք չի վայելել իր կուտակածը, եթե դողացել ու հավաքել է։ Դա պետք չի։ Հիմա կոնկրետ դա պետք է մի ուրիշին տուր իրան, դու սոված չես մնա։ Միևնույն է կլինի։ Եվ ի վերջո այսօրվա ամենագլխավոր խորհուրդը ամանորից առաջ, որ մենք լսեցինք, երբ մարդը մտածում է ուրիշների մասին, ուրիշներին շատ լավ բաներ է անում, հավատացեք, եթե ոչ կրկնակին, բայց գոնե այդքանով նա ստանում է, այնպես որ այսօրվանից եկեք բոլորս փոխենք մեր դիրքորոշումը, ի վերջո չմտածենք մեր մասին մտածողներ կլինեն հաստատ։ Այսինքն շղթայական ռեակցիա եղել լինի, մարդիկ եթե կարողանան մեկը մյուսի մասին մտածել, այսինքն եսակենտրոն չլինենք, այսինքն դիմացինին լավը ցանկանանք, այդ լավ անպայման անդրադարձվելու է մեզ, ինչ որ մեկը այո այդ շրջանի մեջ նաև ցանկանալու է այդ լավը մեզ։ Մեզ մոտենում է ավարտին։ Ուզում ենք շնորհավորական, ամփոփիչ խորհուրդը։ Ինչ խորհուրդ կտաք։ Ես ցանկանում եմ, որ մեր այսօրվա բնակչությունը ապրի ուրախ, երջանիկ, հաջողությունների մեջ եւ իրեն տեսնելուց բացի չմոռանա իր կողքինին, մտածի նաև իր հարազատների, իր շրջապատի մասին, անի այն ամենը, ինչ պահանջվում է իրենից, տեղեկացված լինի իր անձի նկատմամբ տիեզերքի պահանջներին, կատարի դրանք հետո չփոշմանելու համար, ամեն ուրեք կա այդ, և ռադիոյով եմ ասել ճիշտ է, բայց ուզում եմ այսօր հեռուստատեսությամբ կրկնել դա, ես խնդրում եմ մեր տղամարդկանց, հայրերին, պապիկներին, որ իրենց թոռնիկների, երեխաների անունները դնելուց առաջ հաշվարկել, ոչ թե պնդել կնոջը, թե պետք է լինի իմ հոր անունը, ոչ, հոր անունը կարող է գերեզման տանել իր թոռնիկին կամ իր երեխային, ամենամեծ վտանգը անվան հաշվարկն է, պետք է նախապես հաշվել իմանալ ինչ անուն դնել և չխաղալ երեխայի բախտի հետ, տիեզերքը ուղարկում է ամենալավագույն երեխան, հայրը դնում է ամենադժբախտ, ամենավատ անունը և երեխան կործանվում է, ինձ բոլորից շատ այսօր այդ հարցն է հետաքրքրում, ես ուղղակի խնդրում եմ բոլոր տղամարդկանց, իրենց թոռների, իրենց երեխաների անունները դնեն անպայման նախապես հաշվելով, նախապես կարող են հաշվել երեխայի անունը, ազգանունը, որը անուն ազգանունը փոխում են թվերով, շատ լավ դա տված է երրորդ գրքում, կներեք, մի քիչ ուշացումով կլինի երրորդ գիրքը, վերջացել է արդեն, դրա պահանջարկը շատ մեծ է, ես չեմ կարում հասցնեմ տպագրել, դա կլինի երևի մարտ-ապրիլ ամիսներին, նրա մեջ այնքան հանգիստ, հեշտ, պարզ տված է այդ հաշվարկը, որ դպրոցական երեխաներն էլ կարող են հաշվել, ձեր երեխաներին վտանգի մի ենթարկեք, Հնդկաստանում, ես չգիտեմ ովքեր են հետևում Հնդկաստանի նկարահանումներին, նրանց մոտ առաջի գործը դա է, երեխան ծնվեց, երեխայի անունը դրվում է հատուկ հաշվարկով, նրա ամբողջ բախտը
կախված է դրանից։ Մենք վաղուց ենք լսել այդ արտահայտությունը եւ իհարկե ամամիտ ենք, որ անունը նաեւ ճակատագիրն է, որոշակի առումով կանխորոշում։ Շնորհակալություն Տիկինելի այսօր հնչեցրած բոլոր խորհուրդների համար, բոլոր մեր այս քննարկումները կարծում եմ իրենց հետ կգթողնեն։ Մաղթենք մեր հեռուստադիտողներին, որ իրականում մենք տեսնում ենք խնդիրը միջազգային աշխարհում, հա, մարդիկ առանձնացան, միայնակացան, սկսեցին հետաքրքրվել միայն նեղ ուղղությամբ իրենց, այսինքն նույն ԱՄՆ, Եվրոպա վերցնենք օրինակի համար, հա, սկսեցին սառել մարդիկ, առանձնանալ, չմտածել ուրիշի մասին, իր համար հարմար է, ընտրել է իր մասնագիտությունը, այդ տեղը միայն կոնկրետացել, ուսումնասիրել եւ ուր տարավ այս ամենը բազմաթիվ խնդիրների։ Իսկ մենք այսօր առաջարկում ենք մտածել շատերի մասին, ավելի շատ գիտելիքներ ունենալ, ավելի շատ կարդալ, կրթվել եւ իհարկե այս զարգացման ճանապարհը ամենակարևորը լսեք ձեր սրտի ձայնին, եղեք հնարավորինս բարի, սիրեք ամեն ինչ, ինչ հնարավոր է սիրել, իսկ ամեն ինչ հնարավոր է սիրել, որովհետեւ մենք սիրով պետք է մեր օրը շարունակենք, գնանք մեր գործերով։ Մենք արդեն վաղը շնորհակալություն ենք հայտնում Տիկինելիային, անչափ շնորհակալ ենք հրավերի համար։ Հաստատ կարելի է մի քանի շատ առանցքային խորհուրդներ ընտրել եւ դրանցով ապրել մեր այսօրվա զրույցից, իսկ մենք հանդիպենք վաղը 9:30-ին այս կրկին հաստատ հետաքրքիր եւ կարեւոր լավ դուրերով առավոտ կունենանք, գնացինք։